Հանքարդյունաբերության ոլորտը վերջին տասնամյակներում էականորեն փոխվել է եւ ինչպես գիտեք, արհեստական բանականության զարգացման համատեքստում էական նշանակություն են ձեռք բերել հազվադեպ միներալները եւ այստեղ մի շատ կարեւոր ծրագիր կա, որը մենք Միացյալ Նահանգների հետ պիտի իրականացնենք, դա Հայաստանի ընդերքի ուսումնասիրությունն է ժամանակակից տեխնոլոգիաներով եւ ժամանակակից տնտեսության պահանջներին համապատասխան, որովհետեւ կան միներալներ, որոնք 40-50 տարի առաջ ոչ մի հետաքրքրություն բացի գիտականից չեն ներկայացրել, իսկ այսօր նրանք էական նշանակություն ունեն տնտեսության եւ արտադրության եւ արդյունաբերության մեջ, արհեստական բանականության մեջ, տեխնոլոգիական ապրանքների արտադրության համար եւ նաեւ եթե նկատել եք հուշագրում խոսվում է Հայաստանի երկրաբանական ծառայությունների կարողությունների զարգացման մասին, որովհետեւ նաեւ հիմա ընդերքը միշտ չի, որ հորատումով են հետազոտում, տիեզերական արդեն տեխնոլոգիաներ կան, որ երկրի սկանավորմամբ նաև որոշակի ավելի կոնկրետ տեղեր են տեղորոշվում։ Ես նկատի ունեմ ըստ էության Միացյալ Նահանգների հետ մենք աշխատելու ենք Հայաստանի նոր երկրաբանական քարտեզի ձևավորման ուղղությամբ, որովհետև եթե նույնիսկ տվյալներ կան նախկինում ինչ որ նախնական տվյալներ կան, դրանք չեն հետազոտվել, որովհետև ելի եմ ասում որոշ նյութեր, հանքանյութեր, որոշ միներալներ 50 տարի առաջ իրենք արտադրական հետաքրքրություն չեն ներկայացրել։ Ինչ վերաբերում է Միացյալ Նահանգների հետ մեր հարաբերություններին, տեսնում եք ինչ է տեղի ունենում հրապարակային, բայց ես ուզում եմ նաև, քանի որ ենթադրում եմ նախորդ հարցերի եւ հետագա հարցերի հետ կապված, մեր ռազմավարությունը հետեւյալն է, ընդհանրապես մենք այսուհետև երբեք որևէ հարցում առանց այլընտրանքի չենք ունենալու, երբեք եւ որևէ հարցում չի լինելու որևէ հարց, որ Հայաստանի Հանրապետությունը չունենա այլընտրանք եւ կարծում եմ այսօրվա զորահանդես հաշվետվություններ դրա վառ ապացույցներ, որովհետեւ ինչպես առիթ ունեցա ասելու 7 տարբեր երկրների արտադրություններ ցուցադրված, սա նշանակում է, որ մենք նաեւ դիվերսիֆիկացնում ենք մեր բոլոր հարաբերությունները եւ ել չեմ ասում էներգետիկ ոլորտում ես կառավարությունում մի քանի անգամ առիթ ունեցել եմ ասելու, որ Հայաստանը էներգետիկ անկախ երկիր լինելու հնարավորություն ունի, որովհետև այն արևային ռեսուրսները, որ ունի Հայաստանի Հանրապետությունը, դա մեզ անսահմանափակ հնարավորություն է տալիս։ Եվրամիության հետ մեր առաջիկա համագործակցության կարևոր ուղղություններից մեկը լինելու է վերականգնվող էներգետիկայի ոլորտում համագործակցությունը։ Դուք գիտեք նաև, որ միջուկային էներգետիկայի ոլորտում մենք ակտիվ բանակցությունների մեջ ենք մեր բոլոր գործընկերների հետ եւ սպասում ենք լավագույն առաջարկին կամ ընտրում ենք լավագույն առաջարկը, եթե լավագույնը կլինի ռուսական առաջարկը, մենք ռուս գործընկերների հետ մոդուլյար ատոմական կկառուցենք, եթե ամերիկայի գործընկերների հետ, եթե չինականը Չինաստանի, եթե կորեականը Կորեայի, եթե ֆրանսիականը Ֆրանսիայի եւ այդպես շարունակ, բայց մեր ռազմավարությունը հետեւյալն է, որևէ հարց պետքա չունենանք, որտեղ մենք այլընտրանք կամ նույնիսկ այլընտրանքներ չունենանք եւ հետեւաբար այս ճանապարհով մենք գնալու ենք, որովհետեւ նաեւ ելի ուզում եմ մեր ուշադրությունը հրավիրել հետեւյալի վրա, եթե օրինակ որևէ հարցում մենք ելի այդ նույն տրամաբանությամբ անկախությունը քչերից կախվածությունը փոխարինելն է շատերից կախվածությամբ, որևէ հարցում, որովհետեւ եթե այդ կախվածությունը քչերից է, կլինի դա ներմուծման շուկա, արտանման շուկա, որևէ համագործակցություն, դա մի X պահի միշտ էլ կարող է չաշխատել կամ օգտագործվել Հայաստանի Հանրապետության դեմ կամ Հայաստանի Հանրապետության ճկունությունները սահմանափակելու ուղղությամբ եւ մենք պետք է գնանք այդ ուղղությամբ, միևնույն ժամանակ զարգացնելով միջև հնարավոր վերջին կետը Եվրասիական տնտեսական միությունում մեր համագործակցությունը, այդ թվում մեր լծակները Եվրասիական տնտեսական միությունում օգտագործելով Հայաստանի Հանրապետության տնտեսական շահերը պաշտպանելու համար։